Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Ողջույն պարոն Սաքուն, շնորհակալություն միանալու համար։ Ողջույններս, պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Աչափնյակի դեպքերից բոլորը տեղյակ են այդ այրունալի իրադարձությունները, չգիտեմ, վենդետաներ, կրակահերթեր, այստեղ հիմնական քննարկման առարկան այն էր, որ այդ իրադարձությունները հաջորդել են ինչ որ էլի իրադարձությունների եւ այստեղ անհրաժեշտ էր օպերատիվ հետախուզական հմտություններ կիրառել իրավիճակը պահել վերահսկողության տակ, ինչը գուցե ներքին գործերի նախարարությանը այդ թվում չի հաջողվել։ Դրանից առաջ մենք ունեցանք օրինակ Մերձավանի հայտնի դեպքերը, նկատի ունեմ, սրանք եզակի դեպքեր չեն մեզանում եւ գուցե խոսում են համակարգային խնդիրների մասին եւ ինչպես եւ գուցե սպասելի էր ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցան պաշտոնանկություններ, փոխատեղումներ, մասնավորապես 3 փոխոստիկանապետ ազատվեցին պաշտոններից, նրանք նշանակվեցին որպես խորհրդական, որպես օգնական եւ այլն, այդ պաշտոններում նշանակվեցին այլ անձինք, բայց եթե մենք խոսում ենք ինստիտուտների եւ համակարգերի մասին, ապա մենք խոսում ենք այստեղ բնականաբար անխախտ գոյություն ունեցող կանոնների, մոտեցումների մասին, չէ՞, այսինքն ոչ թե անձնավորված կամ հայեցողական մոտեցումների մասին։ Հետևաբար, այս դեպքից ելնելով մենք կարող ենք արդյոք պնդել, որ ոստիկանական համակարգը իր ամբողջության մեջ համապատասխանում է ժողովրդավարական պետության ստանդարտներին, թե այնուամենայնիվ այն նաև մշակութային իմաստով շարունակում է կրողը լինել սովետական գուցե մտածողության, մոտեցումների, որը կարող է շատ տարբեր ձևերով արտահայտվել։ Ոստիկանական համակարգի փոխկապակցվածությամբ տարբեր քրեական ենթամշակույթ կրող շրջանակների հետ։ Հանրության կողմից վստահության պակասի, որը էլի գուցե սովետական, այսպես ասենք, միլիցիայի նկատմամբ անվստահությունից եկող իներցիա է կամ նման բաներ։ Եկեք կոնցեպտուալ առումով նախ հստակեցնենք, որ այո, սովետական միլիցիայի այդ հասկացությունը որպես բռնապետական ռեժիմի իրավապահ մարմին գոյություն ունի, բայց անկախությունից հետո ըստ էության իրավապահ համակարգում առնվազն գոնե մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը դա կոնցեպտուալ առումով նաև հայկական էր։ Այսինքն Հայաստանի անկախությունից հետո, իդեպ ասեմ, երևի թե եզակի բնագավառներից է, ես կարող եմ թվարկել նաև քննչական ծառայություն ասածը նույն դատախազությունը, որոնց բարեփոխման վերաբերյալ ռազմավարություններ ընդհանրապես մշակված չկային։ Կար ոստիկանության բարեփոխումների ինչ-որ ծրագրեր, որոնք ոչ թե բովանդակային նշանակություն ունեին, այլ դրանք ուղղակի տարեկան ինչ-որ փոփոխություններ, որոնք պատասխան էին միջազգային կառույցների կողմից առաջարկների։ Ուզում եմ ասել, որ այո, խորհրդային միլիցիայից հետո Հայաստանի նոր ոստիկանությունը, որ երկար ժամանակ կառավարության առընթեր կառույց էր, իդեպ ասեմ նաև ազգային անվտանգության ծառայությունն ասեմ, որպես այդպեսին, սրանք ամենաբովանդակային առումով ամենաչբարեփոխված կառույցներից էին։ Իհարկե, Թավշյա հեղափոխությունից հետո գիտենք արդեն երկրորդ բարեփոխումների ծրագիրն է ընդունվում, իրականացվում արդեն ոստիկանության բարեփոխումների։ Առաջին բարեփոխումների ռազմավարությունը ինքը ամբողջությամբ չավարտվեց եւ դրա համար շատ խնդիրներ նաև ներառվեցին ոստիկանության բարեփոխումների նոր ծրագրում։ Ինստիտուցիոնալ առումով կարևոր էր ներքին գործերի նախարարության կազմում ընդգրկելը ոստիկանության ծառայությանը, բարեկային ծառայության ձևավորումը, որը եկավ փոխարինելու հայտնի պետավտոտեսչության, ժողովրդի խոսակցության գայի այդ ծառայությանը, ազգային գվարդիան նոր է ձևավորվում, որը իրապես բովանդակության բոլորին այլ կառույց է, պետք է ինքը արդեն ռազմականացված կառույցի կարգավիճակից տեղափոխվում է դեպի ավելի իրավապահ մարմնի
կառուցվածքի։ Քննչական մարմիններում տեղի ունեցավ փոփոխություն այն իմաստով, որ հակակոռուպցիոն կոմիտե ստեղծվեց, չնայած պետք է ասեմ, որ ակնհայտ համաձայն չեմ հատուկ քննչական ծառայության ընդհանրապես վերացմանը, որովհետև դա ինստիտուցիոնալ կարևոր նոր ամուսություն էր, երբ որ խոշտանգումների գործերով պաշտոնատար անձանց կողմից կատարված ոչ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով պետք է այդ քննչական մարմինը լիներ։ Ազգային անվտանգության ծառայությունում կատարվեցին փոփոխություններ, տեսեք, արտաքին հետախուզական ծառայությունը առանձնացվեց, նաև քննչական վարչությունը ազգային անվտանգության ծառայությունից հանվեց եւ տեղափոխվեց քննչական կոմիտեի կազմում, նմանապես նաև ոստիկանությունը իհարկե երկար ժամանակ արդեն չունի քննչական առաջքննչական վարույթը նաև ոստիկանության կողմից էր։ Ես խոսում եմ ինստիտուցիոնալ փոփոխությունների մասին, որոնք կարևոր նախադրյալ են, այնպես ինչպես ասենք կարևոր փոփոխություններ Եվրոպայի խորհրդի անդամության պայմանավորված այն պարտավորության կատարումը, որ քրեակատողական հիմնարկները ներքին գործերի նախարարության կազմից կամ ոստիկանության հսկողությունից հանվեց եւ տեղափոխվեց արդարադատության նախարարության կազմ ենթակայությամբ եւ ի վերջո նաեւ քրեակատողական հիմնարկներում առողջապահական ծառայությունը սկզբում հանվեց քրեակատողական վարչության ենթակայությունից սկզբում տեղափոխվեց արդարադատության նախարարության կազմ, բայց հետո նաեւ տեղափոխվեց առողջապահության նախարարության կազմ։ Սրանք ինստիտուցիոնալ կարևոր փոփոխություններ են, բայց սրանով հանդերձ օրինակի համար նույն քրեակատողական հիմնարկներում մահացության դեպքերի 24 մահացության դեպքերի թիվը մտահոգիչ է եւ դրանցում զգալի է հենց առողջական խնդիրներով մահացության դեպքերը։ Իսկ դա խոսում է արդեն բանտային առողջապահության ոչ բարվոք վիճակի մասին։ Տեսեք, ինստիտուցիոնալ փոփոխությունները տեղի են ունեցել, բայց խնդիրը հետևանքների առումով ակնհայտ են։ Սա օրինակ եմ բերում, որ ցույց տալու համար, որ այո, ինստիտուցիոնալ փոփոխությունները կարևոր են, բայց շատ կարևոր է նաև բովանդակային փոփոխությունները։ Այստեղ կարևոր է, որ իրավապահ մարմինների իմ թվարկած այդ փունջը ոչ միայն նրանց կարգավիճակի փոփոխությունը, ասենք պարլամենտական հաշվետվողականությունը այլևս գործում է հանձինս ներքին գործերի նախարարության եւ թվում էր թե օրինակի համար հենց այս դեպքերի հետ կապված պետք է ազգային ժողովի պաշտպանության ներքին գործերի հանձնաժողովը, ներքին այդ անվտանգության կամ գործերի հանձնաժողովը հրատապ ինչ-որ լսումներ կազմակերպի, չէ՞, վերջնաշով քննարկելու համար, թե այս հանրային հնչեղություն ստացած այս գործերի հետ կապված ինչու՞մ է խնդիրը, որովհետև մենք տեսնում ենք միայն գործադիր իշխանության կողմից կատարված քայլեր, երբ որ այդ երեք փոխոստիկանապետների հեռացնում են աշխատանքից։ Դա նվազագույնն է, որը դա վիրահատական ինչ-որ քայլեր են, բայց բովանդակային առումով շատ կարող է ոչ թե միայն վիրահատական միջամտությամբ ինչ-որ ուղղումներ կատարես, որոնց ուղղման արդյունավետությունն էլ կասկածի տակ է, որտեղ կադրային փոփոխությունը չի կարող հանդիսանալ բովանդակային փոփոխության հիմքը, այլ ընդհակառակը բովանդակային փոփոխության ճանապարհով պետք է գնալ, որոնք որոշեն, թե որ կադրն է այդ բովանդակային փոփոխության արդյունքում ձևավորված նոր կառույցում համապատասխանում։ Հա, այսինքն եթե հիմա դու անձին փոխեցիր, բայց բովանդակային առումով կառույցը մնաց նույն վիճակում, հիմա հաջորդ անձը որ եկավ, անունը փոխված, դա հո չի փոխելու այդ ամբողջ իրավիճակը։ Եվ այս առումով այո, այդ թվարկած այդ փոփոխությունները տեղ են ունեցել, բայց մենք ունենք խնդիր, որ կառույցը դուք շատ ճիշտ հիշեցիք Մերձավանի դեպքը, ինքը շատ տիպիկ էր։ Բացի այդ ողբերգական ելքից, որ հրազենի գործադրմամբ նախկին համայնքի ղեկավարը, որի հետ նաև իր ընկեր ոստիկանը, որը իրար հետ էր
սպանվեցին, բայց ակնհայտ էր, որ մինչև այդ միջադեպը արդեն քրեական գործ կար հարուցած, արդեն ռիսկայինությունը կամ հավանականությունը նախորդած քրեական հանցագործության հետ հիմքով շարունակելու միտում ունի։ Այսինքն առնվազն վրեժխնդրություն չասեմ կամ չգիտեմ հակադարձ գործողությունը կամ պատասխան գործողությունը հավանական այդ գործողության հավանականությունը շատ մեծ էր։ Եվ այդպես էլ մենք պատասխան չստացանք, թե բա ինչպես է հայտնվել, իհարկե ասեցին, որ դա ընկերն էր, բայց ինչպես է ոստիկանը հայտնում այնպես իրավիճակում, որ այդ իրավիճակի կանխարգելողը ինքը պետք է լինի, բայց իրավիճակի ոչ թե կանխարգելման դերում է հանդես գալիս, այլ զոհի դերում է հանդես գալիս։ Սա կարևոր ուրեմն հարցադրում է, որը նորից եմ կրկնում, այդպես էլ մենք չստացանք, իհարկե այն ժամանակ էլ եղավ կադրային փոփոխություն, ոստիկանապետին հեռացրեցին, բայց փոխվեց իրավիճակը։ Նկատում եմ այդ տարածքի ոստիկանության պետին, բաժնի կարծեմ ոստիկանապետին աշխատանքից հեռացրեցին, բայց դա փոխեց արդյոք իրավիճակը, ոչ։ Այստեղ առաջնային հարց է քրեական իրավիճակի հսկողության հարցը։ Այսինքն իրավապահ մարմինը պետք է կարողանա ունենա կարողություն, գիտելիք, գործիքակազմ, քրեական իրավիճակին նպաստող ռիսկերը, գործոնները ախտորոշելու և կանխարգելիչ գործողություն իրականացնելու համար։ Սա է, այսինքն ոչ թե գործ ունենալ հետևանքի հետ, այլ պատճառները իմանալ և այդ պատճառների վերացման ուղղությամբ գործողություններ իրականացնել։ Ցավոք սրտի դա մենք չենք տեսնում։ Կարող են հղում անել քրեական ոստիկանության նոր ձևավորված լինելու մասին, որտեղ ինքը նոր բոլորին կառույց է և ինստիտուցիոնալ առումով վերից ներքև քրեական ոստիկանությունը մեկ կառույց է։ Բարեկային ծառայությունները առանձին ստորաբաժանումներ ունեն, չէ՞, ասենք մարզային եւ այլն, իրենց հրամանատարներով, համայնքային ոստիկանությունը, որը նոր ձևավորման փուլում է գտնվում։ Անունները կան, բովանդակային առումով ամեն մեկի գործառույթի իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ։ Ես մի քանի անգամ այս օրերին այս թեմա ձեր տված հարցին անդրադարձել եմ և առանցքային նշանակություն ունի ոչ միայն մարդկանց աշխատանքի ընդունելը ծառայության, որի համար իհարկե քննություն են հասնում, այլ նաև ծառայությունից հետո պարբերական վերապատրաստումները, ելնելով ոչ թե զուտ վերապատրաստում հանուն վերապատրաստման, այլ ելնելով այն տվյալներից կամ այն իրավիճակի վերաբերյալ տեղեկություններից, որոնք պետք է դառնան ուշադրության կենտրոնում, լինեն ուշադրության կենտրոնում իրավապահ մարմնի, և այդտեղ այդ անհրաժեշտ կարողությունը դրանց հետ աշխատելու, ռիսկերը նվազեցնելու, մարդկանց հետ աշխատելու կարողության մասին է խոսքը, որովհետև կարող է անդադ փոխվի։ Իդեպ շատ հետաքրքիր մի օրինակ ասեմ։ Աշատ Բեյմուրադովայի չեչեն աղջկա սպանությունից, ողբերգական սպանությունից հետո երկրորդ դեպքը, որ եղավ, մյուս չեչեն աղջկա հետ կապված, որը իր ընտանեկան բռնության հետևանքով փախել էր և ապաստանել Հայաստանում, հայրը եկել էր էլի սպառնալիքներով փորձում էր հետ տանի, ոստիկանությունը շատ արագ գործեց։ Այսինքն, եթե առաջին դեպքում հայտնում են և ասում են դե 3 օրից կգա, սովորական ընթացակարգով են մոտենում, բայց այն ռիսկերը, որոնք կարող են և շատ վտանգավոր են և գործում են, կարող են գործել, դրանք եթե չի գիտակցվում, չէ, ունենում ենք այն ողբերգական վիճակ։ Հիմա կա ժամանակ անց, այսինքն մի քանի ամիս հետո, այս դեպքում ահազանգի շատ արագ են արձագանքում, շատ արագ արձագանքեցին։ Այսինքն կար գիտակցումը, որ ուրեմն նման դեպքերում ընտանեկան բռնության հետևանքով փախած, Հայաստանում ապաստանած, որոշակի տարածքից եկած
մարդու տվյալներում աղջկա հետ կապված ռիսկերը կարող են ունենալ ողբերգական հետևանքներ եւ էլ չեն ասում որ ընդհանրենք դե ման կգանք էլի բայց շատ կար ժամկետում հայտնաբերեցին օրը ձերբակալեցին եւ այնուհետեւ արտաքսեցին Հայաստանից չէ բայց սա չպետք է լինի հատային սա պետք է հետազոտվի ուսումնասիրվի ուսուցանվի որպես օրինակ պատրաստվի ես մի եւ այստեղ իհարկե քաղաքական իշխանությունը պատասխանատու է, ցանկացած իշխանություն է պատասխանատու իր իրավապահ մարմինների պատրաստվածության համար։ Այսինքն, եթե դու իրավապահ որպես մարմին ձևավորում ես, կադրերին ընդունում ես, այդ կադրերի պատրաստվածությունը, որպեսզի նա կարողանա իր պարտավորությունները կատարի հասարակական կարգի պահպանման, քաղաքացիների կյանքի եւ անվտանգության ապահովման ուղղությամբ սեփականության դեմ ոտնձգությունների պաշտպանության ուղղությամբ պետք է դրա համար անհրաժեշտ պատրաստվածություն ունենա եւ այդ պատրաստվածությունը մեկընդմիշտ տրված չի դա անընդհատ կատարելագործման կարիք ունի եւ այստեղ նաեւ ես չգիտեմ կարող է դուք հանդիպել եք ես չեմ հանդիպել քրեական իրավիճակի վերաբերյալ բացի իրավապահ մարմինների ռեպորտաժներից կամ վիճակագրության տվյալներից խորքային ուսումնասիրություն կա որպես հետազոտական թեմա օրինակի համար հա ես չեմ տեսել որտեղ անդրադարձ լինի որը պետք է լինի քաղաքականության հիմքով այո իրավապաշտպան կազմակերպությունները հասարակական կազմակերպությունները ներկայացնում ենք մեր ահազանգերը եւ դրանց եւ երկարաժամկետ մշտադիտարկումները ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ եւ այդ առումով առաջարկներ ենք ներկայացնում ռազմավարություններում օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու ուղղությամբ որոնք կատարվում են բայց օրենսդրական փոփոխությունից կամ ինստիտուցիոնալ փոփոխությունից բացի այդ փոփոխությունների արդյունքում կառույցի մեջ ընդգրկված մարդկանց պատրաստվածության մասնագիտական կարողությունների, տեխնիկական կարողությունների, անընդհատ պատրաստվածության եւ նաեւ գործառույթների իրականացման նկատմամբ վերահսկողությունը դա պետք է պետությունը ապահովի, որպես իր պարտավորություն, որպեսզի այն խնդիրները կամ այն մտահոգությունները, որ մենք բարձրացնում ենք, դրանք լուծվեն։ Թե չէ դուրս է գալիս հիմա, տեսեք, պարոն Ոսկանյան, այդ ահա այդ ողբերգական ելքերով իրադարձությունները մենք հիշատակում ենք։ Հիմա սկսել ենք քննարկել, ու ճիշտ ենք անում, որ քննարկում ենք։ Անցավ որոշ ժամանակ, կարծես մոռացության է տրվելու, միջև հաջորդ նման դեպքը։ Այդ դրանից հետո հետևությունները խորքային, այո, պետք է վերանայել մոտեցումները։ Ես այսպես ասեմ, ներքին գործերի նախարարությունում այդ ռազմավարական պլանավորման մի ամբողջ վարչություն կա, որ շատ կարևոր բան է։ Այո, առաջարկություններ ընդունում են։ Եվ բայց իրանք խոստովանում են նաև, որ առաջնային խնդիրը իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստումը։ Հիմա երբ որ այս ամեն ինչը պատշաճ չի արվում, ու հեռացնում ես ղեկավարին, ակնկալիքը որն է, որ նոր ղեկավարը գալու այդ վերապատրաստումները անցկացի, չէ, բայց նոր ղեկավարը չի վերապատրաստումների համար պատասխանատուն լինելու։ Հա, այսինքն այստեղ քաղաքական մարմինը դա արդեն պետքա եւ այստեղ պետությունն էլ պետքա բավական լուրջ ռեսուրսներ ներդնի։ Այստեղ մենք չպետք է շարունակաբար գտնվենք հրդեհները հանգցնողի դերում։ Մանավանդ հրդեհներ, որոնց հետևանքով ունենում ենք մարդկային զոհեր եւ կապ չունի թե դա։ Մյուսը պատասխանատվության անխուսափելիության մասին է խոսքը։ Չէ՞ որ մենք արձանագրում ենք, որ ոչ բարևարք ոստիկանները կամ այն իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք մասնակից են եղել անձի դեմ ոտնձգությունների կամ ունեցել են
իրապես հարաբերություններ, համագործակցություն, քրեական կենթամշակույթի կրողների հետ։ Իսկ դա ոչ միայն Հայաստանում է, տարբեր երկրներում այդպիսի վատ, այսպես կոչված ոստիկաններ կամ իրավապահմանների վատ ներկայացուցիչներ լինում են։ Բայց այնտեղ կա մեխանիզմ այդ բացահայտելու եւ կանխելու եւ վերացնելու, հա։ Չնայած բացառությամբ երևի թե Միացյալ Նահանգները ամենատխուր վիճակն է, բայց ժողովրդավարական եւ իրավական այնպիսի պետություններում, ինչպիսին ասենք Նորվեգիան է կամ Նիդերլանդներն են կամ Շվեդիան է, նրանց մոտ այդ ստուգումը, վերահսկողությունը ոստիկանության աշխատակիցների, իրավապահմանների աշխատակիցների գործունեության եւ բարեվարկության ստուգումը ունի պարբերական բնույթ, բայց միայն դրանով չեն բավարարվում։ Պատժելը պետք է լինի ամենավերջին միջոցը եւ ամենա չսովորող, չուղղվող մարդիկ պատասխանության են ենթարկվում, բայց դու պետք է մարդկանց սկզբից աչակցես, որպեսզի ինքը տիրապետի պատշաճ իր գործառույթների իրականացման կարողություններին, նոր հետո երբ որ թերանա, սկսես ասենք թե բան անել, փոխելու ուղղությամբ մտածես, թե չէ անդադ մենք գործ ենք ունենում պատժել, հետո պատժեցինք։ Գիտեք, նա ոնց որ ասենք թե լողալ չգիտի, գցում ես ջուրը, դե կլողա, ուրեմն կփրկվի, չի լողա կխեղդվի, բայց մինչև ջուրը գցելը, որ պետքա սովորացնել, չէ՞։ Ու անընդհատ է սովորացնում, չկա որ մեկը միշտ ասենք թե իմանա, չէ՞։ Դա այդպես է ինքը, բայց այստեղ պարտավորությունը շատ ավելի բարձր է։ Մյուսը քրեական ենթամշակույթի հետ կապված։ Սա լուրջ հարց է, քրեական ենթամշակույթը ինքը, որ մենք քրեական ասում ենք ենթամշակույթ, դա միայն քրեական խմբավորումների շրջանակում չէ, կամ կազմակերպված հանցավոր խմբերի շրջանակում չէ։ Հավոք։ Դրանք մեկուսի չեն ինչ որ եւ առանձնացված չեն, դրանք մեր շրջապատում են, այդ մտածելակերպը, բառապաշարը, Դպրոցներում է։ այո, դպրոցներում, կրթական հաստատություններում, զինված ուժերում, որի մասին պաշտպանության նախարարը խոսում է, որ պետք է ամեն ջան գործադրել դա վերացնելու ուղղությամբ, չէ, բայց հիմնական բազային հարցը դա կրթական համակարգն է, ես վստահեցնում եմ։ Եվ այստեղ հստակ ասեմ, կրթական որևէ չափորոշիչներով այդ քրեական ենթամշակույթի դրսևորումները չեն կարող կանխվել։ Դրա համար առանձին ուրեմն աշխատանք է պետք կատարել։ Եվ այստեղ ուսուցչի դերը ոչ թե միայն թղթերը լրացնելն է, փաստաթղթերը, պլան կազմելը եւ այլն։ Դա ֆորմալ կողմն է, այլ դաստիարակություն ասածը կրթելու, մտածելու եւ արժեքային տեսակետից սովորեցնելու ժամանակը պետք է հաշվի առնելու այսօրվա այս մարտահրավերն պետք է զգալի մասը դա կարող է մաթեմատիկան լավ չիմանա, չնայած պետք է իմանա, հայերեն լեզուն, գրականությունը լավ չիմանա, չնայած պետք է իմանա, բայց քրեական ենթամշակույթ չպետք է կրի երեխան, ինքը պետք է ունենա արժեքային եւ սա ամենամեծ բանն է, խնդիրն է, որը մենք ցավոք սրտի չենք կարողանում լուծենք։ Թե չէ հանցավոր խմբավորման կամ քրեական ենթամշակույթի այդ խմբավորման մարդիկ որտեղից են հայտնում, հո լուսնից չեն իջնում։ Դրանք մեր քաղաքացիներ, մեր մարդիկ են, որոնք ինչ որ ճանապարհով եկել են, դրանց հետագից ով է ուսումնասիրել։ Ոնց եղավ, որ այդպես դարավ։ Պարոն Սարգսյան, մեզ մոտ խնդիրները ցավոք շարունակում են բովանդակային ու խորքային մնալ, օրինակ որքան էլ տարբեր ծառայություններ նոր ներմուծվեն կամ հները վերակազմակերպվեն, ամեն շատ հաճախ մնում է հենց այսպես ասենք հայեցողության տրամաբանության մեջ, էլի, դե որքան էլ որ մենք խոսենք, որ ռեֆորմները կարող պիտի որ լինեն համակարգային եւ խորքային եւ ցավոք տեսեք մենք շատ խորքային թեմայի մասին ենք խոսում, որը վստահ դեռ կարելի է շատ երկար սրա մասին խոսել, բայց օրինակ եթե վերցնենք ձեր էլի հիշատակած նույն ազգային անվտանգության ծառայությանը, հա, պարզ բաներ, շատ պարզ բաներ։ Առավոտից երեկո այդ թվում եւ իշխանության ներկայացուցիչները ու ոչ միայն պնդում են Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային գրոհների մասին,
այն էլ Հայաստանի կյանքում շատ կարևոր, այսպես ասենք, այս շրջափուլում մենք կարող ենք հիշել Ամասիա այցելած, այսպես ասած, ադրբեջանցիներին, երբ տեղեկությունը տարածվեց, եփվեց, հանրության մի մաս այդ տեղեկությունը դարձավ այդ տեղեկության սպառող, 2 օր անց X լրատվամիջոցի հարցման ի պատասխան ազգային ժողովը ազգային անվտանգության ծառայությունը բարեհաճեց ասել, որ նրանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, եւ 2013-ին էլ 14-ին էլ օրինակ եղել են Հայաստանում։ Նկատի ունեմ, անգամ այս պարզ հարցերում մենք այնքան sense ուշացած ենք արձագանք իրականացնում, որ շատ հաճախ այդ տեղեկատվությունը իր խնդիրը արդեն լուծել է։ Քո արձագանքը կա, չկա, կոպիտ ասած դառնում է մի հաշիվ, էլի։ Այս դեպքերում օրինակ, երբ որ չկա այդ կանխարգելիչ մոտեցումը, մենք գործ ունենք արդեն շատ ծանր այլ դրսևորման հետ։ Ես ձեր հիշատակած փաստի հետ մի այլ փաստ էլ հիշեցնեմ, որի մասին նույնպես լրատվական միջոցներում տարածվեց։ Հիշում եք, Հայաստանում գտնող իրանցիների կողմից բողոքի ցույցերի մասին Իրանի դեսպանատան մոտ։ Սկզբից արձագանք եղավ, որ Հայաստանու ժողովրդավարական պետություն եւ քաղաքացիները ազատ մարդիկ կարող են բողոքի ցույցեր անել։ Հետո այն աղջիկը հայտնի հրավիրում են ազգային անվտանգության ծառայություն եւ ազգային անվտանգության ծառայությունը սպառնում է, եթե խելոք չմնաս, կամ քեզ արտաքսելու ենք Իրան, կամ գնա Ադրբեջան։ Գիտեք, այստեղ էլ կա խնդիր, երբ որ ըստ էթնիկ պատկանելիության մի դեպքում շատ զգայուն թեմա է, չէ, ադրբեջանցի է եկել։ Ինչ եւ հասկանալի է, որ այդ ինֆորմացիայի հետ կապված պետք է լինի թեժացում եւ այլն, ինչպես ասենք, եթե գնար Հայաստանի հայ ազգությամբ հայ Ադրբեջան, չգիտեմ, չեմ պատկերացնում, որ գնար, ասենք, թե Շահումյանի շրջանում կամ Կիրովաբադում Գանջայում իր նախկին տունը նկարեր կամ չգիտեմ, տեղ փորձեր գնալ գերեզմանոց, ապա չէր դավես ընդհանրապես սահմանը կա հնարավոր կլներ, որ անցներ թե ոչ։ Թեկուզ Ռուսաստանի Դաշնության անձնագրով։ Եվ այս սրանում է, որ այո, արագ արձագանքումը, որ մենք տեղյակ ենք, որ եկել են, բայց իրանք որևիցե հակաօրինական գործողություն չեն կատարել։ Օրինակ, նա շատ պարզ կլներ։ Մի դեպքում նախ ուշ են արձագանքում եւ պատշաճ չեն արձագանքում, որտեղ անոնիմը, այո, անկախ ազգությունից կարող է լինի Ֆրանսիայի բանով քաղաքացի ազգությամբ ադրբեջանցի, օրինակի համար։ Չնայած ազգությամբ հայ այլ եվրոպական պետության քաղաքացին, հիշում եք Ֆրանսիային, Բաքու ընդհանրապես ֆուտբոլային խաղին թույլ չտվեցին, որ մուտքը, արգելեցին այս մոտեցումը, եւ այստեղ պետք է հստակ, ուրեմն եւ դատապարտել, բայց մյուս կողմից էլ հանդես գալ իրապես պարզաբանման։ Բայց մյուս կողմից էլ Իրանի քաղաքացու սպառնում են, որ կարող է քեզ հանձնենք այդ նույն Ադրբեջան։ Այսինքն, եթե նույն ադրբեջանցիները կարող են գալ, ապա դու ինչ ես Ադրբեջանը սպառնալիքի ձևով օգտագործում, չէ՞։ Որն է տրամաբանությունը։ Ես այս ամենը խոսում եմ, որ իրավապահ համակարգում իրավունքի գերակայության սկզբունքը, որպես ժողովրդավարական պետության արժեքի կրողների բացակայության մասին է խոսքը։ Եվ դրից որ դա բացակայում է, մենք տեսնում ենք դրա համար իրավունքների խախտման ժամանակ այդ այսօր մի լրագրող էր ինձ հարց տվել, բայց ակնհայտ է, որ երբ որ իշխանության ներկայացուցիչն ավելանում շատ արագ են արձագանքում։ Դա խայտարակություն է այդ իրապես։ Ինչի՞ պետք է դու իշխանության ներկայացուցիչի հետ կապված հարցին շատ արագ արձագանքես, իսկ սովորական քաղաքացիների դեպքում արագ չարձագանքես։ Չէ՞, այս ընտրողական տարբեր։ Դա արդյոք կնպաստի հանրային վստահության ձևով, իհարկե ոչ։ Իսկ ինչի՞ համար եմ սա ասում, որովհետև այդ հայտնի աղմկահարույց դեպքերի նախորդած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները կամ հանգամանքները ոչ միայն ոստիկանությունն է տիրապետում,
չնայած պետք է տիրապետի, այլ նաև հանրությունը, որի շրջանում այդ մարդիկ ապրում են։ Եվ հիմա այդ իմացողները չեն ահազանգելու, չէ՞։ Որովհետև ասում են ահազանգելու դեպքում մի հատ է բացատրություն գրի, հիմնավորի կամ բան, այսինքն ոչ թե իրավապահ համակարգը եւ ծառայողների մեծ մասը որպես գործընկեր են դիտարկում քաղաքացուն, այլ որպես գործտվողի այդ բանի դե։ Այսինքն դու գործտվողի բին, դու աչակցողի որպես տեսի։ Կարող է այդ մարդը այդքանը գիտի, բայց դու նպաստի, խրախուսի, դու պաշտպանի այդ ձևի մարդուն, որը հանցագործության, ենթադրյալ հանցագործության մասին ահազանգում է։ Դու ինչ ես միանգամից տեղափոխում այնպիսի դաշտ, որ մարդը ասում է, հիմա տես կրակն ընկա, մի հատ էլ ահազանգ է միջացնում, հնչեցնում կամ ասում, հետո մի ամբողջ բացատրություն գրի, մի անգամ նույնիսկ պահանջում են ապացույցներ էլ ներկայացնի, իրենց գործն անում։ Ես սա չեմ ասում որպես համատարած երևույթ, բայց այդ ընկալում է, այդ պատկերացումը կա։ Եվ հետո եթե դժգոհում են ասում, բա քաղաքացիները մեզ չեն աջակցում, բա պատճառը ինչու է։ Դուք ակամա խոստովանում եք, որ քաղաքացիները ձեզ չեն վստահում, բայց չվստահելու հարցը հո միակողմանի չի։ Հենց այդ քաղաքացիները գիշերը քնեցին, առավոտը արթնացան ու որոշեցին չվստահել։ Բայց ինչ է կարել, որ այդ վստահությունը ձևավորվի։ Եվ այդ նոր ձևավորվող համայնքային ոստիկանության բուն նպատակ, որ ինքը ոչ թե քրեական ճիշտ է, համայնքային ոստիկանությունը զբաղվում է փոքր, հա, եւ միջին ծանրության հանցագործություններով նաեւ։ Բայց համայնքային իմաստը ոչ թե միայն բառն է, այլ այդ համայնքի բնակչության հետ երկխոսություն ունենալը, իրանց հետ աշխատելը, նաեւ խորհրդակցելը, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելը, ներկայացնելը հնարավոր վտանգները, որից պետքա ոչ միայն հայտարարություններով, իհարկե այդ հայտարարություն կարող են զգուշացեք ֆինանսական հերթական զեղծարարներից եւ այլն, այլ մարդկանց այդ երկխոսության հիման վրա ձևավորել այն բանը, որ իրանք ոչ թե բարիկադների տարբեր կողմերում են, այլ բարիկադների նույն կողմում են հանուն հանցագործությունների կանխման։ Այս աշխատանքը դեռևս չկա, սա ես հստակ եմ ձեզ ասում։ Որտեղ այն հայտնի խորհրդային ֆիլմը հիշենք, էլի, զգուշացիր ավտոմեքենայից, ասում է դու ինչ ես փախչում։ Դե ասում է հետևից ես ընկել ես, փախչում եմ։ Ասում է բայց բան չես արել, ասում է դե խասյաթ է, հետևից ես ընկել ես, պետքա փախչեմ։ Հա, այս միտումը, այսինքն ինչ ես հետևից ընկնում, բայց կամ եթե դու գործող ինչի պետք է մարդը քոյզանից փախչի, սրա մասին դու մտածի, չէ՞։ Առօրյայում էլ էլի տարական հազար ու մի հարց կա, որով այո, նույն իրավապահ համակարգի արձագանքը կամ վարքը կարող ենք չափել ու դա հեչ դրական չի լինի, այսպես ասած։ Բայց տեսեք, օրինակ նույն բարեկային ծառայությունից ինչքան մարդիկ են նաև գոհ, որ ասում են որ ճանապարհին են մնում, մեքենան է փչանում կամ բան, բարեկը օգնում է, չէ՞։ Այսինքն այս փոփոխություն, գիտեք, կարող է դու 10 դեպք կամ 10 օրինակներ ունենաս, լավ, մի օրինակը կամ երկու օրինակը այդ ամբողջ պատկերը փչացնի։ Եվ այստեղ հենց էսա որ չպետք է լինեն այդպիսի օրինակներ, թեկուզ 100 օրինակի կողքը, ու ասել դե բայց չէ որ 90 դեպքում այսպես ենք պահե, այդ մի օրինակ, չէ, այդ մի դեպքն էլ չպետք է լինի, ամբողջ խնդիրը սա է։ Եվ ինչ է արվում, որ մարդու իրավունքների տեսակետից, ընդհանրապես կոնցեպցիայի տեսակետից, պարոն Ոսկանյան, կա այսպեսի մի հայտնի խոսք, անգամ 5 աստղանի հյուրանոցում, Մարիոտում էլ կարող են մարդու իրավունքը խախտվել։ Երբ որ մի սպասավոր կամ մի մատուցող ոչ հարգալից մոտենա հաճախորդին կամ հյուրանոցի բնակչին, չէ՞։ Տպավորություն է այդ մարդը ստանալու դա եւ իր համար մնացածը թե ինչ կանեն կամ մնացած հաճախորդներին տասնապատիկ լավ կվերաբերվին հարգալից, այդ մարդու մոտ տպավորությունը չի փոխվելու մյուսների օրինակի հիման վրա, որտեղ ինքը իր օրինակի վրա է ուրեմն պատկերացումը կազմում, հա? Եվ երբ որ այդ մի օրինակը ինքը եւ դրա համար կա նաեւ փոխհատուցման, չէ՞, սկզբունքը։ Կներեք, եթե դուք դժգոհ եք կամ իրապես պատշաճ չի եղել, մենք ձեզ որպես փոխհատուցում, չգիտեմ, անվճար ենք տրամադրում կամ չգիտեմ, լրացուցիչ հնարավորություն ենք տալիս եւ այլն, այսինքն այս մոտեցումը
սխալի կամ ոչ պատշաճ, ոչ հարգալից վերաբերմունքի դեպքում ոչ միայն պատասխանատվության, դե պատասխանատվություն ենթարկեց, օքեյ, լավ, հեռացեցիր, բայց տուժածին փոխհատուցելու նրա կարծիքը փոխելու ուղղությամբ ջանքերը պետք է լինեն նաև համակարգի մասը։ Դե չմենակ հապարեկին, որ ենթադրենք պատասխանատվության ենթարկեցիր կամ քրեական ոստիկանին պատասխանատվության ենթարկեցիր։ Դրանից տուժածները օրինակ հիմա ես հարց եմ տալիս։ Այդ հայտնի տեսանյութում, որ բնակելի է շենքերի մեջ է, չէ՞, վերջին հաշվով, օրը ցերեկով։ Հիմա այդ շենքերի բնակիչների հոգեբանական վիճակը, պատկերացումը փոխվելու է այն բանից, որ ասենք այդ կրակողներին եւ հանցավոր ռազմորկայի մասնակիցներին ձերբակալելու են։ Դա բավարար է լինելու։ Շատ կարևոր հարց է։ Գնացել են այդ շենքերի բնակիչների հետ խոսել, չգիտեմ, ներողություն խնդրել, որ մեր բաց թողման հետևանքով է, որ ցերեկով այդտեղ միջադեպ է տեղի ունեցել, ավելին երջանիկ պատահականությամբ այլ կողմնակի ընդհանրապես դեպքին առնչություն չունեցող մարդ չի վնասվել։ Դեռ կարող են լինել երեխաներ, կարող են լինել մարդիկ պատահական անցորդներ, չէ՞։ Բարձր, չէ՞, այսինքն միայն հանցագործության բացահայտման ուղղությամբ աշխատանքներից բացի տուժածներ են այն մարդիկ, որոնք այսինքն այդտեղ աշխատանք է պահանջում։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ չկա այդ աշխատանքը, չեն գնալու։ Չեն հավաքելու օրինակ համայնքային ոստիկանության աշխատողները այդ տարածքի բնակիչներին հրավիրեն ու խոսեն զուտ։ Ներողություն խնդրեն եւ խնդրեն, որ իրապես եւ ասեն, որ իրապես դա իրանց բաց թողումն է եւ խնդրեն, որ հաջորդ անգամ աչակցեն, որտեղ իրապես դա ոչ միայն իրանց բաց թողումն է, այլ այն բացի հետևանքն է, որ քաղաքացիների հետ այդ երկխոսությունը վստահելի չկա։ Հասկանում եք, սա չպետք է մեկուսի աշխատանքներ լինի։ Եվ առավել կարևոր է, որ իրապես, երբ որ քաղաքացին ահազանգում է ոստիկանության բաժին, արձագանքը լինի անհապաղ։ Չդժգոհել, որ բա չգիտեք, այդ ահազանգը հիմնավոր չի եւ այլն։ Չէ, պետք է գնալ թեկուզ կեղծ ահազանգի հետևը, խոսել մարդկանց հետ, հասկանալ, լավ կեղծ ահազանգի իմաստը որն է։ Եվ ասել, դե ոչինչ լավ պատահում է կամ ոչ թե միանգամից ասել, գիտեք, չպարապեն ձեր, որ զանգում եք այստեղ։ Այսինքն իրավապահ մարմինը պետք է այնպես արձագանքի, որ մարդկանց մոտ վստահություն լինի, որ ցանկացած ահազանգ անտարբեր չի թողնվելու։ Շնորհակալ եմ, պարոն Սաքունց։ Հաջողություն։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր, բաժանորդագրվեք ալիքին։